Վեհապար Հայրապետը հենց այդ օրը հրաժարվել էր ցուցմունք տալուց, քանի որ այդ իրավունքը ունի, այդ իրավունքից էր օգտվել, բնականաբար որևէ գործողություն չի կատարվել եւ այդ քրեական վարույթն էլ մեր գնահատմամբ նպատակ ուներ ուղղակի խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովի անցկացումը եւ այդ նպատակին էլ ըստ էության ծառայեց, որովհետեւ մինչեւ այդ, եթե հիշում եք, 5 եպիսկոպոսի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք խափանման միջոցը, այն նաև մեկ քահանայի, եւ երբ որ տեսան, որ Վեհապար Հայրապետը միևնույն է փորձում է մեկնել եւ տոմսերը գնել էին, արդեն մեկ օր հետո ճամփորդելու էր, իրենք փաստորեն շատ արագ շաբաթ օրով եկան Մայրաթոր եւ քրեական հետապնդման հարուցելու որոշումը հանձնեցին եւ որպես մեղադրյալ փորձեցին հարցաքննել եւ նաեւ կիրառեցին բացակայելու արգելք խափանման միջոցը։ Իսկ դա, գիտեք ինչ, դա խայտառակ որոշում էր, խայտառակ, ոնց ասեմ, գործողություն էր, որովհետև բացակայելու արգելքը կիրառվում է այն ժամանակ, երբ որ կան բավարար հիմքեր, որ անձը կարող է փախուստի դիմել։ Պատկերացնում եք, ասենք, ոչ միջին ծանրության հանցագործություն են վերագրում Վեհապար Հայրապետին, եւ քննիչը իր որոշման մեջ գտնում է, որ Վեհապար Հայրապետը կարող է փախուստի դիմել։ Սա ուղղակի ցավոք մեր երկրի ամոթալի էջերից մեկն է, որը սերունդները անպայման սա թերթել են, ու չգիտեմ, նույնիսկ զզվանքով կարող է այս օրերի իրադարձությունները կարդան։